Ազգային ժողովի պատգամավոր եմ ասում, բայց կարող է մի քանի օրից պատգամավոր չլինեք։ Չէ, դժվար չկա։ Չկա։ Անդրամխելությունից կարող ազրկվեմ, Հա, բայց պատգամավոր մնում եմ։ պատգամավոր մնում է։ Պատգամավոր մնում եմ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Նույնը վերաբերում է Տարոն Մարգարյանին։ Նույնը վերաբերում է Տարոն Մարգարյանին, այո։ Այսինքն անդրամխելությունից զրկվում ենք, որպեսզի դա հնարավորություն տա իրավապահ մարմիններին ինձ ներգրավել այս կամ այն կամ այդ ներկայացված գործով որպես մեղադրյալ։ Հակառակ դեպքում ես մեղադրելի կարգավիճակ չեմ կարող ստանալ։ Իսկ եթե լինի կալանքի միջնորդություն, կարող է եւ կալանքի միջնորդություն։ պատգամավորը Այո, անդրամխելությունից երբ որ զրկվում են, ապա իր նկատմամբ կիրառում են բոլոր այն մեթոդները, որ կիրառում են սովորական, ասենք նմանատիպ դեպքերում հանրային հետապնդում իրականացնելու կոնտեքստով։ Կասեք ինչու այսպես ստացվեց։ Կամ ավելի շուտ ձեր մեղքի բաժինը տեսնում եք այս process-ում։ Իմ մեղքի բաժինը հա ես տեսնում եմ։ Դա կարելի է հետևյալում, երբ որ ես դառա պատգամավոր 58 տարեկանում երկրորդ անգամ։ Ես նստեցի հայելու մոտ, նայեցի իմ աչքերին, ասացի, որ Հովիկ ջան, դու արդեն 35-36 տարեկան չես, 40 տարեկան չես։ Դու 58 տարեկան ես։ Եվ պետք է ուրախ լինես, որ այդ տարիքում հնարավորություն ես ունեցել երիտասարդ թիմում տեղ գտնել եւ դառնալ ազգային ժողովի պատգամավոր եւ քո փորձ ու գիտելիքները հնարավորինս փոխանցել երիտասարդ գործընկերներին։ Քեզ խելոք կպահես։ Քյալագյոզություն չանես։ Տեղին, անտեղին չխոսաս, քեզ առաջ չգցես։ Որոշ ժամանակ կարողացա, բայց հետո չկարողացա։ Հա, այսինքն կարողացա եւ ելի մտա ես ընդունում եք։ Մտա հիմանի մեջ, եւ ես այսօր միտեղ մի առիթում խոսացի եւ ասացի, որ եթե դու ուզում ես հովիկ լինես, դու դրա պետք է վճարես։ Հիմա ես դրա համար վճարում եմ, որ ես հովիկ եմ եղել, որ կարողացել եմ համարձակվել վարչապետի կարծիքից տարբերվող կարծիք հայտնել։ Ոչ ինքնանպատակ։ Իմ կարծիքով գործի համար օգուտ, իհարկե սխալվելու իրավունք ունենալով։ Բայց եկավ հանգամանքներ այնպես զարգացավ, որ սենց էր։ Որ դուք գիտակցեցիք, որ սխալ եք արել։ Սխալ եմ արել իմաստով, որ բանը, փաստորեն ես չմնացի այդ իմ բանի մեջ։ Սկզբունքի։ Ոչ սկզբունք չէ, ասենք ինձ մի քիչ բան պահելու մեջ էլի։ Եթե ինչ-որ բան տել ես անարդար, եթե ինչ-որ բան տել ես սխալ, պարտադիր չի որ բարձրացնել, բայց դե չկարողացա մնալ, որովհետև ես միշտ պես եմ եղել, բարձվում է։ Եթե արդեն այլա մեջ է, ես 36 տարեկան եղի, ես 58 տարեկան եղի։ Անարդարությունը չեմ ընդունում։ Սխալ բանը չեմ ընդունում, որ մի հոգի կարա միշտ ճիշտ լինի։ Այսինքն արել եք բաներ, որ հիմա չի ներվում, հա։ Այո, արել եմ բաներ, որ հիմա չի ներվում։ Եվ կարող պատահի նաև բանա որոշակի փոքրիկ անհարմարություններ առաջացնեի այս կամ այն գծի հաստատման դեպքում։ Եվ եկավ հաստավ պարոն Քարամյանն եւ իմ հետ այդ դահաշ միջադեպը, որ ընդհանրապես առիթ էր եւ ոչ պատճառ։ Եվ հայտնի, այսինքն մենք տեսնում ենք երևացող մասը, խութերով ուրիշ բան կա, հա։ Իհարկե։ Շատ բարձունակ կներ մտածել, որ պարոն Քարամյանի եւ իմ հետ միջադեպի պատճառով էր այս ամեն ինչը։ Դա առիթ էր։ Այսինքն ձեր եւ քաղաքական մեծամասնության հակասություն ավելի խորը տեղ պետք է փնտրել։ Ես գտնում եմ, որ բոլորս պատգամավոր ենք դառել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Բայց ես համաձայն չեմ, որ մենք զրո ենք։ Յուրաքանչյուրս էլ մեր ներդրում ունենք։ Մեկս մի քիչ, մեկս մի քիչ շատ, բայց մենք զրո չենք։ Մենք էլ արժեք ունենք։ Եվ մեր հավաքական միավորումը, այդ փոքրիկ մեծությունների հավաքական միավորումը, մոտավորապես պետք է հավասար լինի վարչապետի կշռին։ Եվ հետևաբար այդ հավաքական միավորումը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն տեսակետ արտահայտելու եւ վարչապետը պետք է տեսակետին հաշվի նստի, նոր որոշում կայացնի, թեկուզ տրամագծորեն հակառակ։ Բայց հաշվի նստի։ Բայց փաստորեն process-ները գնացին, խորացան, ժամանակին ես շատ մեծ կարծիք եմ եղել Նիկոլ Փաշինյանի մասին, պահպանվել այդ կարծիքը, այլ չէ որ
չեմ պահպանել կամ փոշմանել եմ իմ տեսակետից, բայց այս process-ը, այս գործընթացը բերեց մի հանգրվանի, որ Նիկոլ Փաշինյանը կտրվեց թիմից եւ հիմա ինքը գնում է դեպի ավտորիտար իշխանության, որը շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ արտաքին քաղաքականության մասին ինչ եք մտածում։ Արտաքին քաղաքականության մասով Շատ հասկանալի հարց է, դա չեմ կարող չտալ ձեզ, Բաքուն եւ Երևանը համաձայնության են եկել ըստ արտաքին քաղաքականության հաշվով միջև այն պահը, որ ես ասենք եղել եմ թիմում, ես գրեթե տարաձայնություն չեմ ունեցել, գրեթե տարաձայնություն չեմ ունեցել։ Միշտ մի հարց է ինձ անհանգստացրել, եւ ես այդ հարցը ամեն քննարկման ժամանակ բարձրացրել եմ, բարբերաբար հանդիպում ենք, չէ՞, վարչապետի տալիս եմ մի անգամ մոտավորապես, բարբերաբար այդ անհանգստությունս բարձրացրել եմ, բարձրաձայնել եմ թիմում եւ բարբերաբար ստացել եմ բացասական պատասխան, որ չէ, պարոն Աղազարյան, այդպեսի բան չկա։ Բայց հիմա այդպեսի բան երևում է, որ կա փախստականների վերադարձի հարցը։ Արևը բարձրաձայնել է, չէ՞ հարցը։ Ճանապարհի հարցը, կարծես Հայաստանը տալիս է ճանապարհը։ Չգիտեմ։ Ճանապարհ պիտի կոմունիկացիոնը պիտի ապահովի, այո, պետք է դա ապաշրջափակել, դա բնականաբար։ Չէ, ապաշրջափակելու մասին չի խոսքը։ Մեր ինքնիշխանության ներքո, մեր ինքնիշխանության ներքո։ Ես նույնիսկ անձամբ ես, նույնիսկ համաձայն եմ թունելի տարբերակին կամ էստակադայի տարբերակին, անձամբ ես։ Այդ իմ կարծիքն է։ Ես համաձայն եմ նույնիսկ այդ տարբերակին։ Հիմա թե այս պայն պարոն վարչապետը, եւ ես այդ իրան առաջարկել էի թունելի տարբերակը 3 տարի առաջ։ Առաջարկեցի անձնական զրույցի ժամանակ, ինքն ասաց, չի ավելի լավ լուծումներ կա, պարոն Աղազարյան։ Հիմա եթե թունելի տարբերակից ավելի լավ լուծումներ կա, առավել եւս իմ համար դա ընդունելի է։ Ձեր անվան շուրջ շրջանառվում են լուրեր, որոնք հիմա ես չի ուզենա այդ ամեն մեկը նորից թվարկել, մենք մի առիթով էլի խոսել ենք այդ մասին։ Շին թույլտվության հարց, ոչխարների հարց, չգիտեմ, այդ կարգի բաներ, որ դուք քաղաքական ուժի հայտարարած սկզբունքներին դեմ քայլեր եք արել, ես մի քիչ փորձում եմ այսպես դիվանագիտորեն ձևակերպել այդ բանը։ 4 տարի առաջ շատ հեռու մի գնացեք։ Հիմա բերեք, հարցը շատ ուշ է, 4 տարի առաջ իմ մոտիկ ընկերոջ տղան դրավ համայնքի ղեկավար։ Մոտավորապես 4 տարի առաջ։ Դրանից երկամիս հետո իմ մոտիկ ազգականը հորոքպրոս թորը տենդեր շահեց։ Աղազարյան ազգանով եւ այլ, բոլորը գիտեն, որ իմ հարազատն է։ Տենդեր շահեց այդ համայնքում։ Ես զանգեցի համայնքի ղեկավարին, ասացի տենդերը բան չեղել հայտարարի։ Չեն կարա պարոն Աղազարյան ֆինանսական կորուստներ կունենա շահողը։ Շահել։ Ասի այդ տենդերը չեղել հայտարարել։ Վերջ։ Ինչու՞։ Որովհետեւ հասարակական անկալման մեջ դա իմ թիմին հարված է։ Իմ թիմին հարված է հասարակական անկալման մեջ։ Եվ հետեւաբար ես դա գնացի այդ քայլը, ասենք ես հավատարիմ մնացի թիմին չհարվածելու սկզբունքներին։ Հետո եկավ ոչխարներ, հետո եկավ չիմփրկություններ, հետո եկավ չգիտեմ ինչեր, դուրս եկավ որ աշխարհի կաշառքները ես եմ հավաքում։ Չէ, հետո այդ ինչ որ վարկում եք, հետո եկավ հիպոթեկից վարկը մարել, իսկ նրանք ովքեր որ այդպեսի բաներ չեն անում, պալատներ են սարքում, հա։ Այդ ձևի է, հա։ Ինչ որ թվարկում եք, բացարձակ սուտ է, թե կա ինչ որ բան։ Բացարձակ սուտ։ Չէ, ինչ հաշտարկում կա ինչ որ բան։ Ասենք բանը, կա որ բացարձակ սուտ է, կա որ ինչ որ խոսակցությունների վրա, բան են կառուցել։ Երկու հոգի, որոնք գտնվել են օպերատիվ հսկողության տակ, ովքեր տեղադրվել են ապօրինի վարորդական իրավունքների տրամադրման գործով, մեկը իրավապահպանների ներկայացուցիչ, մեկը քաղաքացի, որին ես ճանաչել եմ, իրանք իրար հետ խոսում են, որոշում են ինչ-որ գործարք անեն ոչխարների արտահանման եւ Աղազարյան Հովիկին ներկայացնեն այդ գործի մեջ, իրանք իրար հեռախոսով խոսում են։ Եվ լսում է, իրավապահպանները լսում են։ Եվ լսում են, որտեղ մեծ բան կա, որում Աղազարյան Հովիկը իր մեկի ասել է $2,000 փող աղել այդ գործին միջնորդելու եւ կարգավորելու համար։ Հիմա այստեղ այդ խոսակցությունը ընդհանրապես հիմք չունի, թե ունի։ Հիմք ունի։ Որովհետև այդ մարդից դիմել է այդ առաջ այդ բանախնդրանքով ես աջակցեմ։ Իսկ բայց ես մերժել եմ։
Ես մերժել եմ իրանց հեռախոսի զրույցի հիման վրա որոշել են $2,000 քաշակ են ուզեցել օրինակի համար